Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի երեկո, Մեդիա Հաբի եթերում Մետանոյան է և այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել իմ հյուրին, ռեժիսոր, բեմադրիչ Զորաբ Բեկ-Գասպարենցն է հյուրընկալվել Մետանոյայի տաղավարում, բարի օր։ Բարև Ռիպոտ ջան։ Ինչպես եք։ Ասում բարք։ Երբ եք եկել հայրենիք։ Տուն։ Տուն երբ եք եկել հայրենիք։ Երևի մի 5-4 օր է ինձ թվում, մի այդքան կլինի։ Երևի մեր հետևորդները, հեռուստադիտողները կհիշեն, որ ինքս այցելել էի Միացյալ Նահանգներ, Լոս Անջելես եւ այնտեղ հրաշալի հարցազրույց էինք ունեցել Զորաբ Բեկ-Գասպարենցի հետ, իսկ այս անգամվա առիթը բավականին կարեւոր է, որի կապակցությամբ էլ գտնվում ես Հայաստանում։ Նախ եւ առաջ շնորհակալություն հայտնեմ այս հրավերի համար եւ երբ որ հրավիրում են բանա չէ, դատակ ձեռով չեն գալիս։ Այս քեզ Ռիպոտ ջան։ Այն մեր թեման հենց այսօր սա է լինելու Զորաբ Բեկ-Գասպարենցի հետ։ Ես նաև կխնդրեի, որպեսզի մեր օպերատորը եթե կկարողանա ցույց տա Զորաբ Բեկ-Գասպարենցը Երևանում ունենալու է ֆիլմի պրեմիերա Բարի մարդիկ վերնագրով, այնտեղի է ունենալու կինո Մոսկվայում ապրիլի 10-ին, ժամը 7-ին, բայց ապրիլի երեկոյան 19-ին եւ 10-ից բոլոր կինոթատրոններում գնալու է։ Ահա, ուրեմն ապրիլի 10-ից Երևանի բոլոր կինոթատրոններում կարող եք դիտել Զորաբ Բեկ-Գասպարենցի Բարի մարդիկ ֆիլմը։ Հիմա արի հասկանանք Բարի մարդիկ նենց շատ կանչող վերնագիր ունի, այսօր մեզ իսկապես շատ պակասում է բարությունը, փոխըմբռնումը, սերը, հումանիզմը։ Ինչի մասին է ֆիլմը։ Ուրեմն Ռիպոտ ջան, ամիսներ առաջ անցած տարի ամռանը բազմոցին նստած հեռուստացույցի հետ կռիվ եմ անում։ Աշխարհը չարություն, պատերազմ, նախանց անհասկանալի բաներ է կատարվում աշխարհում ու կռիվ եմ անում հեռուստացույցի հետ։ Ասեցի ինչ ես կռիվ անում Զորիկ ջան, վեր կաց, մի հատ գործ գտի։ Եվ ես հիշեցի Ուիլյամ Սարոյանի Գեղեցիկ մարդիկ ստեղծագործությունը։ Սարոյանի հիման վրա։ Այո, Ուիլյամ Սարոյանի Գեղեցիկ մարդիկ ստեղծագործության վրա է նկարված, որին անդրադարձել էր նաև ժամանակին վարպետը Սոս Սարգսյանը։ Դրա համար ֆիլմը նվիրում եմ վարպետիս ծննդյան 95-ամյակին Սոս Սարգսյանի։ Գտապի այդ գործը Սարոյանի, դե բնականաբար սցենար սարքեցի եւ ոնց գիտես ասեցի Աստծո ու սկսեցի փորձել ընթացք տալ։ Դե ընթացքը դա գումարներ է, նկարահանումը կինոն դա գումարներ է եւ իմանալով ինչի մասին է ֆիլմը, Լոս Անջելեսի հայկական շատ բիզնեսներ կանգնեցին իմ կողքին, որպեսզի այս ֆիլմը կայանա։ Ես իրանց շատ շնորհակալ եմ իմ հովանավորներին։ Ֆիլմը բարության մասին է։ Ֆիլմը ազնվության մասին է, ֆիլմը ընտանիքի կարևորության մասին է, ֆիլմը ծնող երեխա հարաբերության եւ այդ սուրբ Աստծո կապի մասին է, որ ընտանիքը ինչ պիտի լինի, տան ջերմության մասին է։ Եվ ինձ թվում է, ես չեմ սխալվում, ինքը շատ արդիական է այսօր։ Որովհետեւ այսօր չգիտես ինչի, չնայած որ շատ խորանանք ես ու դուք գտնենք ինչի, մարդիկ շատ չարացել են։ Մարդկանց մոտ նախանձն է մեծացել, չկամությունն է դարձել։ Գիտես, մի օրինակ բերեմ, մեզ հայերիս այսօր շատ պետք է այս ֆիլմը։ Չէ, մենք այդպես մի բան ունենք, մեկը մի վատ բան է անում, միանգամից ասում են, արա դե հայություն է անում, էլի։ Չէ։ Ինչի հենց վատին ենք ասում, դե հայ է սենց, հայ է։ Վատ բանին ինչի ենք հայի հետ ասոցացնում, էլի։ Եկեք ասենք, մենք ախր հայերս կարանք չի ասենք հայի պես ընկերություն արեց, հայի պես խոսքի տերն եղավ, այն լավին բերենք օրինակ հայի։ Եվ ես չեմ ուզում, դա պետք է փոխվի mentally, մտածողությունը պետք է փոխվի, որ չասենք, դե հայ է, հայություն արեց, ոչ, պետք է ասենք, լավ հայի պես ինչ ասեմ, հայի պես քուր, հայի պես կարգին մարդ, այո, արժանապատվություն ունի։ Ինչի հենց Ուիլյամ Սարոյան, որովհետև Ուիլյամ Սարոյանի հերոսները ճիշտ է, իրանք Ամերիկայում են ապրում, բայց իրանք բոլորը հայ են։ Այո։ Հայ ողնաշարը զգում ես։ Եվ ես ինքս ինձ որոշել եմ ու ես հաստատ իմ որոշմանը հավատարիմ կմնամ։ Ես հիմա ստեղծագործելու եմ դες ֆիլմից հանձնելուց հետո ապագայում աստված տա մյուս գործերը միայն հայ հեղինակ, միայն ազգային արժեքներ,
որովհետև Շեքսպիրն ու Մոլերը շատ մեծ են, բայց իրանք թող հիմա սպասեն։ Ինձ այսօր ավելի շատ հայ մարդն է հետաքրքիր։ Հիմա հայի ժամանակ։ Այո, որով ու մենք մեզ բանալ ենք, մեզ փոքր հաղթանակներ է հիմա պետք։ Թեկուս ինչ ասեմ, ամենափոքր բաների մեջ, ասենք, չգիտեմ, բասկետբոլում, չգիտեմ, յուրաքանչյուր տեղ այդ մեզ փոքր հաղթանակներ է պետք հիմա, որպեսզի մեր ողնաշարը լրիվ նորից կանգնի ուղիղ։ Իսկ մենք այն ազգն ենք, որ այսքան դարեր շարունակ փորձել են մեզ ջնջել, բայց մեկը չեն կարողացել։ Նույն Սարոյանը խոսքեր ունի, չի ասում, եթե աշխարհի որևէ մի անկյունում երկու հայ իրար հետ գարեջուր խմեն, տեսնեմ կարող եք ջնջել այս ազգը։ Նրանք կստեղծեն նորից Հայաստան։ Զորապ, տես, արդեն երկար տարիներ է ապրում ես Միացյալ Նահանգներում։ Մենք նաև առիթ ենք ունեցել միասին աշխատելու նույն հեռուստատեսությունում։ Գիտես ինձ ինչն է հետաքրքիր, ոչինչ քո մոտ չի փոխվել։ Ինձ դա ուղղակի այսպես հիացնում է, ասեմ, հիմա չմտածես կոմպլիմենտի կարգով եմ անում։ Ես շատ ընկերներ ունեմ, որոնք գնացել են երկրից եւ գիտես ինչ որ բան փոխվում է։ Ոչ թե ես մեղադրում եմ նրանց, որ փոխվում է, կենցաղը, կենցաղավարությունը, մոտեցումը, աշխատանքը, լեզվամտածողությունը, շատ բաներ փոխում է։ Դու ոնց որ ես իմ 15 տարի առաջ տեսած Զորապը լինես։ Այս 15 տարի կա, որ Միացյալ Նահանգներում ես, ավել 20 տարի, փաստորեն 20 տարի առաջ եմ ես քեզ տեսել, վերջի անգամ, չհաշված Ամերիկայից ես։ Այս 20 տարին, որը Միացյալ Նահանգներում ունեցել ես, ինչ եզրահանգումների է քեզ բերել որպես մարդ, որպես հոգեբանություն, որպես հայի տեսակ։ Դու նույնն ես մտածում, ինչ որ 20 տարի առաջ այստեղ կանեիր։ Ես հիշում եմ այն ժամանակ նույնիսկ քո ներկայացումները, որը դու բեմադրում ես, էլի այդ ազգայինը, էլի այդ տաքությունը, էլի այդ հայությունը մեջդ այ նույն ձև էր։ Ամերիկան բան չի փոխել քո մոտ։ Ռիպատ ջան, ես երևի ոչ թե երջանիկներից եմ, այլ երևի Աստված ինձ շատ սիրեց, որպեսզի ես Ամերիկայում նորից էլի ստեղծագործեմ։ Որտեվ եթե ես չստեղծագործեմ, ես լուրջ կհիվանդանամ կամ շուտ լուրջ բաների առջև կկանգնեմ, անդունդների առջև կկանգնեմ, իսկ ստեղծագործելուց ես ապրում եմ։ Ճիշտ է, գումար աշխատելուց կարող է գնամ, ինչ ասեմ, ելակ վաճառեմ, որ ապրեմ, բայց տարբերակ չկա, երբ որ գալիս է իմ ստեղծագործելու ժամանակը, ես այդպեսի բառ կա, գրդոն, ես չեմ կարող գրդոն անել։ Ու ես ինձ միշտ պատմությունը, այն ինչ որ ինձ պատմել են իմ տատերը, պապերը, այն ինչ որ ես կարդացել եմ, տեսել եմ, այն ինչ որ ես գիտեմ, այն ինչ որ ինձ իմ ինստիտուտը, իմ վարպետներն են տվել, ես չեմ կարող հայ չմնալ։ Դա ինձ օգնել է Ամերիկայում հայ մնալ։ Ես ճիշտ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի եմ, բայց դա ոչ մի բան չի փոխում, ես հայ եմ։ Վերջ։ Ու դա քննարկման չի ենթարկվում։ Տես, դա չի փոխի ինձ։ Զորապ, ասում ես, ես չէի կարող չստեղծագործել եւ այլն։ Համենայն դեպս այն հայը, որը հայրենիքից հեռանում է եւ այսպես բախտ է փնտրում Միացյալ Նահանգներում, շատ դժվար է պատկերացնել այդ հային, որ ինքը կկարողանա իր սիրած գործով զբաղվել, կկարողանա այդ իրեն համար կենսական նշանակություն ունեցող այդ հարթակը ձևավորել, նույն ֆիլմ նկարել, բեմադրել, ինչ-որ բան անել, որպեսզի իրեն շատ լիարժեք զգա։ Եվ շատ քչերին է դա հաջողվել իսկապես։ Այ ո՞նց ես կարողացել եւ այդ ելակդ վաճառել, պայմանական եմ ասում, եւ կարողանալ պահել այն ստեղծագործական բնույթն ու բովանդակությունը, որը ունես։ Որպես հայ առաքելական եկեղեցու քրիստոնյա, մեր Աստվածաշնչում, մեր չէ, ընդհանրապես Աստվածաշնչում մի լավ տողեր կա, ասում է, այն ինչ որ պարգևեց քեզ Աստված, դու պետքա դա ծառայեցնես փառք իրա, թե չեք ասի ծուլ ծառա ու այդ շնորհները քեզանից կվերցնի։ Այսինքն, եթե Աստված ինձ պարգևել է, որ ստեղծագործել, ես չեմ կարող չստեղծագործել, թե չէ շնորհները, եթե ինչ որ ինքը ինձ տվել է, կտանի, ինքը տվել է, ինքն էլ կտանի։ Ինքն էլ նաև տալիս է այդ հնարավորությունը։ Գիտես, մենք ինձ թվում է շատ ենք քրիստոնեությունից հեռացել։ Քրիստոնեությունը, տես շատ հաճախ ասում ենք Աստված, բայց չենք ասում Հիսուս Քրիստոս։ Ունենք մեր Աստված, մեր հայ առաքելական եկեղեցին ասում է Աստված։ Ես հիմա քարոզ չեմ անում, բայց եթե կարծում եք քարոզ է, ուրեմն քարոզ եմ անում։ Չէ՞ այդ բան չի, բայց մենք ինչի ենք անջատվել այդ ամեն ինչից, ինչի ենք հեռացել։
ումա պետք է րանալ, որովհետեւ մեր եկեղեցին դա կոնկրետ շատ մեծ ինստիտուտ է։ Ու եթե պատմության մեջ մենք նայում ենք, այսօր մենք ինչ ունենք, եկեղեցին է փրկել հասցրել մեզ այստեղ։ Ամեն ինչում մեր հայ առաքելական եկեղեցին է արել, որ մենք մնացել ենք։ Ինքնությունն է պահպանել, գրականությունն է պահպանել, ամեն ինչ։ Պատմությունը մեր ամբողջ հոգևորականների եկեղեցական կողմից է ստեղծվել։ Եվ հիմա մենք թե ընտանիքներում, թե դպրոցում, թե ամենտեղ պետք է այդ մեր հայ եկեղեցու կարևորությունը տալ։ Ես չեմ սխալվում։ Եթե մենք Դու եկեղեցուն մոտեցար Միացյալ Նահանգներում ավելի, թե կայր Հայաստանում։ Ասեմ, ես որ փոքր էի, սովետական միության ժամանակ եկեղեցի չէին արգելված, աթեիզմ էր քարոզվում։ Տատիկս Գյումրիում Լեննականում, պապիկսը պաշտոնյա էր, կոմունիստ։ Տատիկս ամեն շաբաթ ասում էր տեղ են գնում իրար հետ, ես գիտեի ուր են գնում։ Տատիկս այդ կապում էր, ինձ տանում ենք, մենք գնում ենք եկեղեցի, մոմ ենք վառում, ինքը ինձ աղոթքներ էր սովորացնում, ու մենք գալիս ենք տուն։ Բայց պապիկս այդպես չէր իմանում, որ տատիկս Պապիկից գախնի էի գնում այդ ամեն ինչը։ Բայց ինքը պաշտոն ուներ։ Եթե մեկն ու մեկը իմանար, որ եկեղեցի ինչ-որ լուրջ խնդիրներ կարող է լինել։ Բայց տատիկս ինձ եւ եղբայրներիս, եղբորս եւ մորքուրիս տղաներին հաստատ ինքը ամեն մեկին առանձին այդ ամեն ինչը ձեր մեջ սերմանել է։ Հայը չէր կարող վերանալ, կոմունիզմն էլ հային չվերացրեց։ Ոչ մեկին չի հաջողվի հային վերացնել։ Եվ կոմունիզմին նաև հաջողվեց եկեղեցին վերացնել, որքան էլ որ իր դեմ պայքարեր։ Մի օր մենք բոլորս ժամանակավոր ենք ստեղ, այդ նորություն չեմ ասում։ Այ որ ֆիլմս նայես կհասկանաս, ոչ թե կհասկանաս, այլ կտեսնես, որ մի օր բոլորս միանալու ենք այդ երամին, բայց մինչև այդ միանալը ինձնից հետո էլ կան, գալիս են, ինձնից առաջել են եղել։ Սոր, Ամերիկայում գտնված ժամանակ եղել են այնպիսի դրվագներ, այնպիսի ընթացքներ, որ հասկացել ես, որ Աստված քեզնից երես է թեքել ընդհանրապես։ Չէ։ 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 Աստված միշտ նայում է քո դեմքին։ Մնում է դու երես չթեքես իրան։ Դե լավ, կամ էլ դու ես երես թեքել։ Հա։ Այդ եղել է։ Ոնց երբ որ խելքի եմ եկել, նոր հասկացել եմ, ինչ-որ բաներ կան, դա մի քիչ հոգևոր բաներ են։ Ու սա ամեն ինչ ներվել է, անցել է, գնացել է։ Ապաշխարել ես։ Դե ապաշխարելը ծնված օրվանից ու խելք ունես, պիտի ապաշխարես, ու չապաշխարես ինչի, ինչ է, կյանքը ինչ է, դաժան չար, զզվելի, որ նայում ես պայքար, ավելի հեշտ հանգիստ է դառնում։ Ասում եմ, այս ֆիլմը այսօր ինձ թվում է շատ արդիական է, ինչի, որովհետև բոլոր մարդիկ այդ սիրո կարիքը ունեն, այդ սիրո պակասը ունեն, այդ սիրո պակասի վերացելա, ոչ թե վերացելա, այլ այդ սիրո ջերմության, տաքության, ու մի փոքր գաղտնիք բացեմ, այս հնչյունային ռեժիսորը ֆիլմը ավարտվեց, դե ինքը հետո է, չէ, ֆիլմի վրա աշխատում, դե կոմպոզիտորը հետո է բանանում, ֆիլմը արդեն ձայները դրեց, բան ասեց, ինչ կինո է, դե հուզիչ է ինքը շատ, արցունքները տենց հուզված լսված ասեց, այս կինո է, որ ուզում ես երկրորդ անգամ էլ նայես, ասից երրորդ, ասում կարող է երրորդ, որտեղ դու այդ նուրբ բան կա, կարող է չհասկանաս, ասի լավ դա։ Արդեն հաջողությունը։ Դե ես հիմա նախ իրանք շնորհակալ եմ իրանց բոլորից ստեղծագործական, անձնակազմից, տեխնիկական, բարի մթնոլորտ էր ստեղծել Ուիլյամ Սարոյանը ու այդ իմ սցենարը։ Նույն նկարանման հրապարակում սա մի ընտանիք էինք դարել։ Այդ բարությունը հենց փոխանցվել էր միմյանց։ Բոլոր աշխատողներին, մեկը մյուսին։ Դրա համար ես հիմա շատ եմ ուզում, որ այս էկրանից այդ բարությունը փոխանցվի իմ ժողովրդին, իմ ազգին։ Սոր, մենք այսօր բավականին ծանր իրավիճակում ենք ազգովին եւ եկել ես 4-5 օր է Հայաստան, ինչպիսին տեսար ես անգամ Հայաստանը։ Իհարկե դու հաճախ ես այցելում, ես քեզ տարբեր հավաքներին եմ միշտ տեսել, ակցիաներին եմ տեսել ու միշտ հերվից տեսնում եմ, որ այստեղ ես, ասում եի, էլի վերակացել եկել։ Հիմա էլ ես վերկացել եկել, բայց բոլորին այլ առիթով, լավ առիթով։ Գիտես ինչ տեսա։ Այս անգամ ինչպիսին էր։ Էլի նույնն էր, թե գույները փոխվել են։ Չէ, իմ համար Հայաստանը միշտ գունավոր է։ Ես շատ սիրում եմ իմ Հայաստանը։ Մի բան ոչ մեկ իր տեղում չի ոնց որ ճարտարապետը սկսել է խորարությունով զբաղվել, ոնց որ պատշարողը սկսել է կարգ ու կանոն հաստատել։
շուրջ փոփոխված բաներ են։ Ես գտնում եմ, որ ես իմ գործը կինո նկարելն է, բեմադրելն է։ Իմ ձայնը, իմ խոսքը սա ամեն ինչն է, բայց անարդարության դեմ ես չեմ կարող լռել։ Ես պետք է խոսամ, չեմ կարող մեջտեղից կիսվեմ։ Ես պետք է խոսամ, արձագանքեմ, որովհետև նորից եմ ասում, եթե արվեստագետը, նկարիչը, պոետը, քանդակագործը, ռեժիսորը, արտիստը ազգի մասին չի երգում ու չի նկարում, շատ կներես կարելի է հոլանդացու մասին նկարել, բայց դա արդյոք հոլանդացում հետաքրքիր է իր մասին, ասենք ոմն թատրոնում բեմադրած ներկայացումը։ Նայ, շատ կարևոր հարց է սա։ Ինչքան էլ մենք բեմադրենք, տես օրինակի համար հոլանդական թատրոնում բեմադրեն, ինչ ասեմ, Պեպոն, Սունդուկյան։ Ես ու դու որպես հայ հետաքրքիր է, չէ՞ գնանք նայենք, բայց ինչ էլ ուզում ես արա հոլանդացին հային այդպես չի ճանաչի, որ իհարկե ճիշտ կպնի այդ տեղին։ Նույնն էլ մենք։ Դեռ մենք մեր գրականությունը, հայ հեղինակը պետք է բարձրացնենք։ Դպրոցից սկսած։ Տես, շատ կարևոր, այսպես բաց վերք ձեռք տվեցիր, երբ ասացիր, որ ստեղծագործ մարդը պիտի խոսի հայի մասին ու չի կարող այս ազգի խնդիրը, պրոբլեմը իրեն համար անտարբեր մի բան լինել, հա, ուղղակի այսպես։ Մենք հիմա այսօր ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք բազում ստեղծագործ մարդիկ, որոնք եղել են, ես իհարկե խիստ վերապահումներ ունեմ այսօր, շատ միստվար զանգվածի նկատմամբ, որոնք ասում են, դե մենք մշակութային գործիչ չենք, մենք արվեստագետներ ենք, մենք էս ենք ստեղծում, ենք անում, չգիտեմ, սիմֆոնիա ենք գրում, չափ ենք տալի, երգ ենք երգում, երգչախումբ ենք ղեկավարում եւ այլն, բայց դե մենք հիմա մշակութային գործիչ ենք, մենք ինչ կարող ենք անել կամ մենք ինչ խոսենք։ Այ սա իմ մոտ միշտ դիսոնանս է առաջացնում։ Այ դու նոր ասեցիր, որտեվ հնարավոր չի, որ ստեղծագործ հայ, թռիչք ունեցող հոգևոր, ներքին կերտվածք ունեցող հայը ասի դե այս ամեն ինչի հետ ինչ կապ ունի, ես գնամ իմ դաշնամուրային պռելուդյան գրեմ։ Տենց լինում, հա։ Երկու բան ասեմ։ Նախ ով ասում է ես քաղաքականությունով չեմ զբաղվում, դա էլ է քաղաքականություն, որ դու չես զբաղվում քաղաքականությունով։ Ախր ստեղ քաղաքականության հարց չի։ Հասկանում եմ ինչ է։ Սա քո ինքնության իրավունքն է։ Հիմա մյուս հարցը բերեմ։ Նվագախմբի տղաները հիշում ես։ Հիշում ես, որ մուզիկան չզբաղվել պոլիտիկայով։ Բայց վերջում ինչ պարզվեց, այդ նվագախումբը սկսեց նվագել այն երաժշտությունը, որը քաղաքականությունը դրսել է։ Այո։ Հիմա լռությունը, գիտես, այդ հարմարավետությունը իմ համար արվեստագետները բոլոր իմ գոլեգաները բոլորը պետք է լինեն անհատներ։ Անհատականությունը դա ծնվում է մարդու հետ։ Մարդու հետ իր ամբողջ կյանքը անցնում է, դաստիարակվում է, եւ ես չեմ հասկանում քո պես ոնց կարող սիրտը ցավա ու չխոսես, ասես դե ինչա սիրտը ցավում է, ոնց կարող այդպես բան լինի, ոնց կարող չասես սիրտը ցավում է, դեղը ո՞րն է սրա, սկսես դեղ փնտրել, որ սրտի ցավը ոչ գոռ սիրտս ցավում է, մեկն ու մեկը ով աստեղ դեղ տալի, ինչա սրա դեղը, գոնե գոռալով փորձես գտնել թե այդ դեղը որտեղ է, որ այդ դեղը ընդունես։ Պիտի ցավա, էլի գոնե, պիտի մի տեղը ցավա, էլի։ Դա հիմա մենք բոլորս մենք ցավ ապրեցինք, հələ ցավերի մեջ ենք, բայց ես չեմ ուզում մենք վատից խոսանք։ Ես ուզում եմ մենք այդ վատը անտեսենք։ Էլի տես, էլի լավ խոսք եկավ, ետինս գնա անորեն։ Ասելով ետինս գնա անորեն, մենք թողնենք իրան անորենին, որովհետև այն ինչ որ անորենինն է, պիտի գնա նրան։ Դե հիմա տես մեր հասարակության մասին ենք մենք այսօր խոսում, որը վաղը քո ֆիլմի դիտողն է լինելու։ Բարով գան։ Այո, որտեվ այսօր հայաստանյան ամբողջ այս սոցիալական շերտավորումը շատ այսպես տարընթերցումներ ունի, անհասկանալի տրամադրություններ են, անհասկանալի էմոցիաներ են, այսինքն այդ մարդիկ պիտի գան ու հասկանան, որ պետքա բարի լինենք մենք։ Բարի լինենք հանուն սեփականի, հանուն մեր միջանձնային հարաբերությունների, հանուն ընտանիքի, հանուն եւ հանուն մեր երկրի։ Հիմա հանուն մեր պետության գոյության։ Այսինքն չլինել անտարբեր, բարությունը դա էմոցիա է նաեւ։ Այո։ Բարությունը դա զգացողություն է, հոգեբանական կարևորագույն մի վիճակ է։ Երբ որ դու անտարբեր ես, դու ոչ կարող ես բարի լինել, ոչ չար։ Ինձ տենց է թվում, չգիտեմ։ Հիմա ես Վիլյամ Սարոյանի խոսքերն ասեմ, որ ասում է բարությունը դա ամենաթանկ ոսկե դրամն է։ Ու այս բարության հետ կապված
Բացի նրանից, որ բարությունը շատ ուզում եմ փոխանցվի մարդկանց ու փոխանցվի էկրանից, մի շատ մեծ հրամանատար ասել էր ռուսերեն ասեմ, «Разделяй, чтобы править»։ Բաժանիր, որ տիրես։ Հիմա ես զգում եմ, որ այս դու ասում ես, տես մեր հասարակությունը ինքը լավ բաժանված է, մեկը մյուսից բաժանված է, բայց դա ժամանակավոր է, որովհետև ես չեմ հավատում, որ հայը հայի կողքին կանգնի, չկանգնի, ես չեմ հավատում, որ այդ բաժանում ես ուզում եմ, որ մարդիկ նայեն եւ հասկանան, որ հայը հայի կողքը պետք է կանգնի։ Այս բարությունը ըստ քո պատկերացումների, Զորաբ, հայը հայի նկատմամբ բարի լինելու մասին է։ Այո։ Այսօր մեր երկիրը իշխանության ամենաբարձր մակարդակով ուզում է գնալ խաղաղության, հաշտության համաձայնագրի մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրի հետ։ Նա ինչ ասեցիր։ Ոչ բարեկամ երկրի։ Այո, ես կներես այդտեղ չեմ կարող բարություն ցույց տալ։ Բարեկամ։ Ոչ բարեկամ, այո։ Եվ այս իշխանությունը ամենաբարձր մակարդակով քարոզում է, որ մենք պետք է բարի լինենք, հանդուրժող լինենք այդ թշնամիների նկատմամբ եւ մենք որքան կարող ենք այդպիսի թշնամանքի մեջ ապրել, պետք է գնալ եւ բարիշել։ Ինչպես է սրա վերաբերյալ քո կարծիքը։ Խաղաղությունը պարտադրում են։ Ոչ թե մուրում։ Եթե խաղաղության եւ նվաստացման մեջ ընտրություն կա, դու պատերազմի եւ նվաստացման մեջ դու համ պատերազմ կստանաս, համ էլ նվաստացում։ Իսկ խաղաղությունը պարտադրում են։ Ու իրադաշտում են պարտադրում։ Մենք վիճակի ենք այսօր ինչ որ մեկին խաղաղություն պարտադրել։ Չէ, մենք հիմա այդ կարգավիճակներ չունենք։ Մենք ցավոք սրտի այսենց անջատված ենք։ Բայց ես հույս ունեմ, որ մեր միացումը կլինի։ Իսկ ինչ որ վերաբերվում է խաղաղության, ես չգիտեմ այդպեսի adekvat մարդ, որը չուզի խաղաղություն։ Դուս մարդ չկա, ով չուզում խաղաղություն, բոլորն էլ ուզում են խաղաղություն։ Բայց այդ խաղաղության գինը ինչ է։ Այդ դա պետք է հալը հասկանանք։ Դրա համար ես շատ կուզեմ, որ այն երեխեքը, որոնք հիմա դպրոցում են 6 տարեկան, 7 տարեկան, որովհետև իրանցն է այս երկիրը, հետոն է իրանցը։ Մի պահ մտածենք մենք բոլորս ընտանիքներում, ով երեխեք ունի, ով երեխա է մեծացնում, պետք չի գաղթի, արտագաղթի մասին մտածել, դե հասկանալի լիք պատճառներով, նայեն տանը իրանց երեխեքին, աչքերի մեջ, դե այդ երեխեքը դեռ բան չեն հասկանում, ու մտածեն ինչ եմ թողնելու ես իրան, հող ու հայրենիք, թե ոսկի ու փող, մեծ տարբերություն կա դեռ։ Զորաբ մեր հոգևոր անկումը ըստ քեզ երբ տեղ ունեցավ ազգային հոգևոր անկումը։ Չեմ ուզում բան։ Այ օրինակ շատ հաճախ ասում են վերջին 30 տարին էսպես, վերջին 20 տարին էսպես, ոմանք ասում են վերջին 7 տարին էսպես, բայց իրականում սրա արմատները ավելի վաղ չեն գծվել հողի մեջ։ Մենք ինձ թվում է, իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, հենց այդ վերջինի բառից մենք ազատվենք, վերջին 20 տարում, օրինակ վերջին 30 տարում սենց, վերջին 7 տարում, հիմա էլ ենք չասում ես վերջին 7 տարում ես ինչ արին, վերջին 30 տարում, այնց այդ վերջին բառից անալիզից դուրս գանք, այլ նայենք հիմա, հենց հիմիկվանից, լավ այդ վերջինը եղավ։ Այդպես կարանք Կիլիկյան նայենք, գիտես ուր կարանք, վերջին 1437 տարի, ինչի։ Այ հենց այդ վերջին գաղափարից, վերջին մտքից հայ մարդը դուրս գա ու ասի հիմա, ինչ է հիմա։ Հասկանում ես այդ վերջին ասելով, մենք մեզ ինքնաարդարացում ենք փնտրում, ուրիշներին մեղավոր ենք փնտրում։ Միշտ պետք է միշտ մատը դիմացինից մեղադրել, քեզ մեկ գտնես, ես ինչի՞ս այս կոնֆլիկտը եղավ։ Որտեղ եմ ես, այս կոնֆլիկտը պիտի չլիներ։ Որտեղ ես թուլացա, դու քո թույլ կողմերը հասկանաս այդ կոնֆլիկտը սկսվելուց, որպեսզի դու հասկանաս, որտեղ կարող քո մեղքի բաժինը կա, որպեսզի կարողանաս ուղղել։ Մենք շատ մեծ դժվարությամբ ենք մեր սխալները ընդունում։ Դա Եվ եթե անգամ մեր սխալները հասկանում ենք,
Մենք անընդհատ ենք այդ սխալները կրկնում։ Դու շատ լավ հայ հոգեբանությունը ուսումնասիրել ես, վերջիվերջո դու բեմադրիչ ռեժիսոր ես, կարողանում ես դու նաև ասենք մարդկային շփումների մեջ ես պատկերացնում որ դու կերպարներ ես տեսնում անընդհատ։ Դու դա գիտես։ Գիտես։ Դու արդեն նայում ես, անգամ եթե ինչ-որ առաջիկայում ֆիլմ ունես, այդ կերպարներին դու կարող ես սինթեզել, մարմնավորել եւ այդ ամեն ինչը, այլ հոգեբան է իրականում բեմադրիչ ռեժիսորը, դա հոգեբան է։ Քնտրող նաև։ Այ հիմա դու զղջող հայերի տեսնում ես։ Խոսքը չի վերաբերում հենց հիմիկվա մասին։ Այսինքն մենք միշտ, դու էլ նշեցիր, միշտ մտածում ենք, որ այդ մեր մեղքով չէր։ Մեր գլխին սարքեցին, մեր գրպանը գցեցին, մեզ քաշեցին, մեզ խաբեցին։ Մենք միշտ այնց ինչ որ մեզ միշտ խաբում են։ Ինչի է այդպես։ Ես շենք որ խաբում են։ Ով այդպես բան է ասում։ Այսինքն այդքան թույլ խաբել, գցել Դες թույլ ենք տալիս մեզ խաբել, գցել։ Բայց այդպես է ստացվում։ Դե ուրեմն ասում եմ, այդ վերջինը պետք է հանենք։ Մենք հենց արսենք հիմա, հենց հիմա ինչ ենք անում։ Նույն այդ ասում եմ, չէ, ընտանիքները հայ որ երեխեքին նայեն ինչ են թողնելու, շատ կուզեմ իրանք ամեն մեկը հասկանան ինչ են թողնում, թե ինչի առաջ են կանգնում։ Զորապ Լոս Անջելեսում ես ապրում։ Լոս Անջելեսում մենք ունենք հսկայական հայ համայնք, երկրորդն է աշխարհում իր մեծությամբ, խոշորությամբ եւ հիմնական մասը հենց Լոս Անջելեսում է կենտրոնացած, մի մասը Բոստոն։ Ինչպիսին է այսօր հայ համայնքի տրամադրությունները Լոս Անջելեսի ամենաթարմ եկածությունն է այնտեղից։ Հյուրը չէ։ Տուն եմ եկել։ Տուն ես եկել, բայց վերջին եկածներից մեկն է։ Հիմա ասես վերջին չասես, բայց դե ասեմ։ Ինչ վիճակում են այսօր, ինչ տրամադրություններ են այնտեղ առհասարակ եւ իհարկե կար վերջին 7 տարվա ընթացքում այսպիսի մեծ ողջավորություն մանավանդ Լոս Անջելեսի հայության կողմից, նաև հաշվի առնելով որ բազմաշերտությունը այնտեղ էլ շատ էսպես ընդգծված է, բայց ընդհանուր գնահատականը, դա այդ ռեժիսորական հայացքով որ նայում ես, ինչ վիճակ է այսօր այնտեղ։ Ռիկ ջան, նախ եւ առաջ ես ֆիզիկապես եմ այնտեղ, հոգիս միտքս Հայաստանում է, միշտ եղել։ Համայնքի մեջ, գիտես, խաբվածություն կա։ Հա։ Հավատ կար։ Կար։ Խաբվեցին։ Խաբվածություն են զգում բոլորը։ Չեն հասկանում, գիտես ինչի, որովհետև Սփյուռքը ինքը ուժ է։ Շատ եմ ասել, ինքը կոնկրետ ուժ է, որը պետք է Հայաստանին։ Սփյուռքից Հայաստանը կտրելը կամ մյուսը։ Դա շատ մեծ ահավոր մեծ կորուստ կլինի էլի։ Դրա համար Սփյուռքի կապը Հայաստանի հետ պետքա չկտրվի։ Պետքա նույնիսկ դա պետական մասշտաբի դառնա։ Դե պետական մասշտաբի էր, բայց մենք տեսնում ենք ցավոք սրտի, թե ինչ ջանքեր են գործադրում Սփյուռքին Հայաստանից կտրելու։ Դե սա թշնամական օրակարգի խնդիրն է, դա թուրքական օրակարգն է այսօր։ Իհարկե։ Դե այլ արդեն ուրիշ բան չի երևում այստեղ։ Ես օրինակի համար ասում եմ, տես, այսքան հարկատուներ կան։ Այսքան փողը հարկա վճարվում։ Օրինակ ինչ կարելի էր անել, ես իմ մասնագիտությունով եմ ասում, տանել այդքան փողը, տալ Warner Brothers-ին կամ Paramount Pictures-ին, ասել մի հատ Բագրատունիների մասին ֆիլմ նկարեք ու հայ թող չխաղա։ Լավագույն պատմական ժամանակը։ Հայ թող չխաղա։ Տամ Տիգրան մեծ նկարեք։ Փողը տվեք, այդ Paramount Pictures-ն է որ նկարի, դա սաղ աշխարհը նայում է։ Warner Brothers-ը նկարի, ամբողջ աշխարհը պայմանագրեր ունեն։ Հասկանում ես, այդ հարկատուները դա Հայաստանի համար դա գիտես ինչ կլիներ։ Սա ամբողջ Վիետնամում նույնիսկ իմանային Հայաստանի տեղը։ Բայց ես զարմանում եմ, այդ գումարները ուր է ծախսվում, ինչ Հայաստանին օգուտ է գալիս, կարող բաներ կա, ես չգիտեմ, որ Հայաստանին օգուտ է, բայց ես իմ մասնագիտությունով եմ ասում։ Բայց նույն Հոլիվուդը կնկարի։ Իհարկե, փողին փող։ Հրյաները փող սիրում են։ Դու փողը դուր իրան կնկարի։ Դե ասում են հաճախ հրյաները թույլ չեն տալիս, որպեսզի մեր պատմագրությունը ներկայացվի միջազգային մակարդակով։ Կա այդպիսի բան, թե ոչ։ Ես դա չեմ ապրել։ Այդպիսի բան չկա։ Նույն Շինդլեր լիստը Սպիլբերգի սցենարիստը հայ է։ Այդ ոնց է, որ հայ սցենարիստը հայ կարա։ Բայց բանը Սպիլբերգն է այդ ֆիլմը նկարել, ու դա հրյաների մասին է, հրյա պրոդյուսեր, հրյա ռեժիսոր։ Չկա այդպիսի բան, հայերի հանդեպ քրքրքուրյանը MGM-ը սա ամբողջ Իրանն էր։
Դե հիմա տես Քրքրքորյանը գումար տվեց, որ ցեղասպանության մասին ֆիլմ անեն, ներողություն, բայց չեմ ուզում Մագդիներ ասեմ, բայց դա ֆիլմ չէր էլի։ Մահացավ մարդը, ու կեսից ինչ դարավ չգիտես։ Բայց փողը փողերը բան արեցին։ Այ գումարը եթե 10 ու սկսես հետևել, թե ոնց այդ գումարը ված աղսվում, հնարավոր է դա անել, իհարկե։ Այսինքն այսպես թե այնպես մենք փորձ ունեցել ենք, որ քրքի փողերով ուզում էին ցեղասպանության մասին ֆիլմ անեն, բայց ստացվեց այն ինչ եղավ։ Բայց հիմա ես ուրիշ բանի մասին եմ ասում, էլի, որ այդ գումարները, որ հավաքվում է, ճիշտ տեղը ծառայվի, որպեսզի Հայաստանը պահպանվի, հայի արտաքին քաղաքականությունը զարգանա։ Ես կարծում եմ, Զորաբ, որ դա միևնույն է կրկին պետության խնդիր, այսինքն Հայաստան պետության խնդիր է, որ պետությունը ինքը որոշակի ֆինանսական միջոցներ ուղղորդի, թեկուզ բարերարների միջոցով, ինչ որ մի մասն է պետությունը ավելացնի վրան, որպեսզի միջազգայնացվի ինչ-ինչ հարցեր, այո, չգիտեմ, Արտաշեսյանների կամ Բագրատունիների Արտաշեսյանների մասին կարելի անել իհարկե։ Բան ասեմ։ Դե ես միշտ այդպես բաների մեջ մտածում եմ, ինչպես մի հատ դեղեր սպիդի դեմ դուրս եկի Արմենիկումը, հիշում ես։ Այո։ Ու հիշում ես մի հատ բասկետբոլիստ կար բան, որ վերել են այստեղ փորձարկումներ էին անում։ Լոս Անջելես Լեյքերսից էր խաղում Մեջիկ Ջոնսոն։ Ասում են ինքը սպիդով հիվանդ է։ Դա ռեկլամ իհարկե մեծ հաշվով։ Ասում են պետությունը մեր փող հավաքի գնա փող տա Լոս Անջելես այդ Լեյքերսի տիրոջը թող դոշեն գրեն Արմենիկում։ Ծխծխվի մի անգամից։ Դու բան էի մտածում, էլի, այսինքն դա այն թվերից մտածում էի ինչ կարելի անել, որ այդպես փոքր բաներով գոնե հային ճանաչել տալ, հայ ճանաչեն, իմանան, դե որովհետև մենք ցավոք սրտի 10 միլիոն ենք կամ բայց ամեն դեպքում կարծում ես, որ մեր ազգային հարցերը ֆինանսով կարող ենք աշխարհում բարձրացնել։ Նման բաներով ինչ որ ասում եմ, իհարկե։ Նման բաներ, բայց դե ամենակարևորը դիվանագիտությունն է։ Իմ համար առաջի թեման պետության եւ ամեն ինչում, դա էլ երևի Չերչիլ ու Ռուզվելտ շատ եմ կարդացել, մեղավոր եմ երևի, բաներ կար։ Չէ, բայց այնպես չի որ սխալ ես ասում։ Դիվանագիտությունը դա որտեղ ստորակետը դնես, որտեղ վերջացնես, որտեղ թողնես դիմացին ազատ, իրաբանանի, ում հետ խոսես, երբ խոսես։ Գիտես, այսօր հենց դա է մտածում։ Նախնական զրույցի ժամանակ էլ քննարկեցինք։ Այսօր մենք այդ մտավորականության լրջագույն կրիզ ունենք, էլի կրիզիս ունենք։ Մտավորականություն ասվածը նույնց եմ ասում, այդ սովետական կլիշեների մեջ չեմ, էլի մտավորականություն ասում։ Այսինքն մտավորականություն այն բանիմաց կրթված, էթիկապես բարձր դաստիարակություն ունեցող եւ կրթական ցենզ ունեցող որոշակի խավ։ Ես ցավով պիտի ասեմ, որ չունենք այսօր դա։ Դա ինչ որ սենց ցիրուցան վիճակում որոշակի մարդիկ են, որոնք կարող են նույնիսկ իրար հետ չեն շփվում, իրար չեն ճանաչում։ Կա տենց ինչ որ բանը խմբակային շահերով առաջնորդվող ինչ որ տենց համախումբներ տարբեր տեղերում, բայց այդ քաղաքակրթական այդ խումբը, այդ թիմը, հիմա մի քիչ արդի բառ եմ ասում թիմ, բայց թիմ չէ, էլի այդ սերուցքը այսօր հայը չունի։ Ես կարծում եմ, որ մեր շատ խանգարում է դա եւ մեր բոլոր անհաջողությունների հիմքում հենց դա է անգած։ Ինչն է պատճառը, որ մենք այսքան դարեդար եկող ազգ ենք, բայց միջև այսօր մենք դա չենք կարողացել ձևավորել։ Ես ներողություն եմ խնդրում, բայց այդ գեղցիությունը, այդ շուստրի գեղցիությունը, այդ գողական այդ ամեն ինչը, դա շարունակում է մեր մոտ դոմինանտ մնալ ու չի ձևավորում ազգային նկարագիրը, ամենակարևոր, որը քեզ կկարողանա տարբեր իրավիճակներից այսպես հանել այդ միտքը, այդ մտավոր միտքը, որի մեջ մտնում են նաև քո ասած դիվանագետները։ Ինչն է խնդիրը։ Մենք ինչի չենք կարողացել ձևավորել դա մինչև այսօր։ Ասեմ, երբ որ սովետական միությունը փլուզվեց, մինչև դա սովետական միությունն էր ձևակերպել եւ քանդակել այն մտավորականներին, որոնք սովետական դաստիարակությունով եւ սովետական գաղափարախոսությունով էին դարձել մտավորական։ Այո։ Իսկ սովետական գաղափարախոսությունը լիովին հարությունաշյան տարբերվում է հայ գաղափարախոսությունից։ Դա բոլորն ուրիշ բան էր։ Այս տարիների ընթացքում դպրոցից այն որ ասում են 30 տարի, այդտեղից դպրոցից պետք է հային կրթել։ Այսօր այդ չկրթվածությունը, այդ չկրթվածության արդյունքն է սա։
Լավ, այդ ասենք վերջին շրջանն ես ասում, ուզենք թե չուզենք վերջին շրջանն է։ Բայց այնպես չէ որ 100 տարի առաջ ուրիշ ձև էր։ Չէ։ Թե կար։ Ունենք դեմքեր ունենք, ասենք Թումանյան, Չարեն, բայց նույն կրթությունը ստանում են, դրանք հանճարներն են, անհատներն են։ Չունենք հողից ծնվածներն են։ Չունենք, այդ հողից ծնված չկա։ Բայց մյուսները այն ժամանակ սովորում էին Մոսկվայում, Եվրոպայում եւ գալիս էին ինչ-որ բան երկրին տալիս էին եւ դրա համար սովետական միությունը հավելյալ արժեք էին ստեղծում։ Այո, մտավորական ինքը կարա ուսուցիչն է կարա լինի, իհարկե, անպայման չի որ մտավորական արվեստի մեջ լինի, ով ասի, երբեք։ Չէ, ես ասում եմ դիվանագետ։ Դիվանագետ, ամեն ինչ, այսինքն, գիտես, նորից ուզում եմ գամ այն եզրակացությանը, որ մենք ազգովի պետք է կրկնվեմ հիմա։ Ուզենք չուզենք պետք է հողն ու հայրենիք ավելի շատ սիրենք, քան փողն ու ոսկին։ Որովհետև Սպարապետ Վազգենն էր, չէ՞, ասում էր, տղեկ աթոռի համար կա ռիվմի արեք, հողի համար արեք, որ աթոռը դնելու տեղ ունենա։ Դրա համար եմ ասում, պետքա մեր երեխեքի աչքերին այսօր ազնիվ նայել եւ այն ինչ որ իրանց պետքա թողնենք, չասենք 30 տարի առաջ, այդ երեխեն ինչ գիտի 25 տարի առաջ, 7 տարի առաջ, այդ երեխեն ասում է հիմա ինչ, հիմա։ Դրա համար իմ սուբյեկտիվ կարծիքով մենք բոլորս պետքա չնայենք ու մեղք գցենք մյուսների վրա, ամեն մեկս մեր գիտակից սխալը հասկանանք, ընդունենք մեր սխալը եւ հիմա հենց այս վարքյանից թե չէ այտենց անցյալով միշտ մնանք մեր ներկան կկորցնենք։ Իմ աղջիկը ինձ միշտ ասում է ձեր սերունդը մեղավոր է, որովհետեւ պապիկեն սերունդը, պապիկը հորս նկատի ունի, պապիկեն սերունդը Արցախը ազատագրեց, Արցախը տվեց մեզ, իսկ ձեր սերունդը, մեր սերունդը, ասում է դուք չկարողացաք պահել։ Մենք պետք է այդ սխալները ուղենք երևի, ժամանակն է։ Այդ սխալները ուղղելու համար է։ Ես ուզում եմ, որ բարի անենք, իրար հանդուրժենք։ Իրար սիրենք։ Սիրեցեք Զինիմյանս, ինչպես ասում են, իրար սիրենք։ Ձերտած, բռնես, ոչ թե խանգարես։ Իրար ձեռք մեկնենք, իրար ձեռք բռնենք եւ միանշանակ այդ ամբողջականության մեջ, այդ կուռ ամբողջականության մեջ, այն որ ասում են լավ խոսք ունեն, գեղ կանգնի, գերան կկոտրի, ամեն ինչ էլ կկարողանանք անել։ Այս բաժանիր, որ տիրեսը, այո, բաժանել են եւ տիրում են։ Այ որ ձեռքի մեկնած քայլենք, հաստատ հարցերը կլուծվի։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ ապրիլի 10-ին երեկոյան ժամը 19:00-ից Երևանի բոլոր կինոթատրոններում պրեմիերա է, մեգա պրեմիերա Զորաբեկ Գասպարենցի ֆիլմն է ցուցադրվելու Բարի մարդիկ ըստ Վիլյամ Սարոյանի Գեղեցիկ մարդիկ գործի հիման վրա եւ պրեմիերան կինո Մոսկվայում է տեղի ունենալու պաշտոնական պրեմիերան եւ բոլորս գնալու ենք դիտենք Զորաբեկ Գասպարենցի ֆիլմը։ Զորաբը ասել է գալու ես ու շատ լաց ես, չգիտեմ, հələ գնամ տեսնեմ ինչա, ես վստահ եմ, որ սա լինելու է ֆանտաստիկ ֆիլմ։ Շնորհակալ եմ Զոր։ Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ այսօր Մետանոյայի տաղավարում հյուրընկալել ենք Զորաբեկ Գասպարենցին, ռեժիսոր, պրոդյուսեր, բեմադրիչ եւ ամենակարևորը իմ լավ ընկեր։ Լավ մնա Զոր ջան, հաջողություն եմ մաղթում։ Իսկ մենք կհանդիպենք եկող շաբաթ։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։